մշտապես իրավակարգավորումը պետք է հաշվի առնի հանրային և մասնավոր շահերը, տվյալ պարագայում հաշվի են առնվել բացառապես հանրային շահը, տվյալ դեպքում պետական գաղտնիքի պաշտպանությունը, որովհետև ես չեմ պատկերացնում այն գործիքակազմը, երբ օրինակ հարկադրանքի կամ ցուցմունք կորզելու ռեժիմով ցուցմունքը ստանա, դրա ամրագրման միակ եղանակը լինի թղթայինը և հետո ոնց է մեղադրյալը վիճարկելու, որ ինքը հարկադրանքի կամ սպառնալիքի ազդեցության տակ է տվել այդ ցուցմունքները և այստեղ ինքը զրկում է մեղադրյալին հավելյալ դատավարական երաշխիքներից։ Եվ հետո ում չեն վստահում նախագծի հեղինակները։ Տեսեք, պետական գաղտնիքի առնչվող վարույթները, եթե արձանագրվում են էլեկտրոնային եղանակով, տեսաձայնագրմամբ, դա պահվում է քննիչի համակարգչի մեջ և հասանելիություն ունի դատախազը։ Երբ որ քրեական վարույթը ուղարկվում է դատարան, դրան հասանելիություն ունի դատարանը, պաշտպանը և մեղադրյալը։ Հիմա այստեղ մի փոքր պետք է սրա տակը հիմնավորում դնել, որ օրինակ քանի անգամ է արտահոսք եղել պետական գաղտնիքի, օրինակ մեղադրյալներն են կատարել պաշտպանները, քննիչները, թե դատախազները, որովհետև ինձ մոտ քողարկված մեղադրանք է սա, որ օրինակ վարույթի մասնավոր դերակատարները, մեղադրյալը և պաշտպանը պետական գաղտնիքի արտահոսքի են առնչվել, իսկ ինքը երաշխիքի տեսանկյունից բնականաբար չի ապահովում պատշաճ երաշխիք, որովհետև ամբողջ փիլիսոփայությունը, որ քրեական գործերով տեսաձայնագրում դրվեց, հենց դա մեղադրյալի պաշտպանության իրավունքը բարձրացնելն էր և ապացույցի օբյեկտիվության աստիճանը բարձրացնելն էր, որովհետև եթե հիմա կա տեսանյութ, այլևս վիճարկում չի կարող չէ լինել, որ ցուցմունքները կորզվել են կամ հարկադրանք և սպառնալիք է եղել և օրենսդրական փոփոխությունը այն էլ այնպիսի փոփոխություն, որը մեղադրյալին իր դատավարական հավելյալ երաշխիքից է զրկում, պետք է ունենա հիմնավորում, իսկ նախագծի տեղեկանք հիմնավորման մեջ միայն ակցենտը արված է պետական գաղտնիքի երաշխավորման վրա, բնականաբար պետական գաղտնիքը պետք է ապահովված լինի ամեն տեսակ միջամտություններից, բայց նաև չպետք է մոռանալ մասնավոր շահը, մեղադրյալի շահը, արդար դատաքննության շահը, որովհետև սրանք էլ կարևոր արժեքներ են պետության համար և այս տեսանկյունից մեղադրյալին դատական երաշխիքից զրկելը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ և լինի անհրաժեշտ, իսկ ոչ անհրաժեշտությունը և ոչ էլ իրավաչափ նպատակ հետապնդելը ես այս նախագծում չեմ տեսնում, ընդամենը փորձ է արվում վարույթը այսպես քողարկված պահել, պետական գաղտնիքի, նաև ինձ մոտ հարց է առաջանում, իսկ անհրաժեշտությունը որտեղից եկավ, որովհետև քրեական օրենսգիրքը նոր էր ընդունվել, ընդամենը 2 տարվա և նաև պետք է լինի անհրաժեշտությունը օրենսդրական փոփոխության, բայց մենք չենք տեսնում, թե այդ սուր անհրաժեշտությունը որտեղից եկավ և հետո սա կարող է միտում ունենալ, հիմա օրինակ պետական գաղտնիքին վերաբերողին լինի, հետագայում օրինակ պետություն ասի դե թրաֆիքինգի գործերում տուժողները զգայուն են, եկեք այդ գործերում էլ չլինի, հետո անչափահասներում չլինի և հետո մենք հանգենք մի վիճակի, որ բոլոր գործերով այս երաշխիքից մեղադրյալը զրկվել է, մինչդեռ սա դատավարական կարևոր երաշխիք է և կրկնում եմ օրենսդրությունը 2-3 տարվա է, չի հիմնավորվել նախագծի հեղինակների կողմից դրա անհրաժեշտությունը և կարծում եմ, որ այս նախագիծը գոնե այս տեսքով չպետք է ընդունվի։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս նախագիծը գրողները ընդհանրապես մեկուսացված են դատաքննչական պրակտիկայից։ Նախ ես, իմ գործընկերները, իսկ գրավը պաշտպանական կողմի միջնորդությամբ կիրառվող խափանման միջոց է, երբևէ չենք առնչվել նման իրավիճակի, որ
գրավի փոխարինման խնդիր է առաջացել կամ գրավ կիրառելու խնդիր է առաջացել եւ այստեղ բարդություններ են ունեցել։ Այս գործընթացը բավականին սահուն իրականացվում է։ Այսինքն, այստեղ անհրաժեշտ է որակավորված գնահատողի եզրակացություն գույքի արժեքի վերաբերյալ եւ ներկայացվում է դատարանն է կիրառում է։ Հիմա կրկին նույն խնդրի առջև ենք կանգնում, որն էր հրատապությունը, ընդամենը 2-3 տարի առաջ ընդունված օրենսգրքի մեջ բերել այսպիսի փոփոխություններ, որովհետև ի վերջո դրանք պետք է ունենան նախադրյալներ։ Եթե իրավակարգավորումը բնույթով իրավակիրառ պրակտիկայում չի առաջացրել խնդիրներ, դրա փոխելու անհրաժեշտությունն էլ է բացակայում։ Իսկ տվյալ պարագայում նախագծի հեղինակները ստեղծել են խնդիր, հետո ձեռնամուխ են եղել այդ խնդրի լուծմանը, որը օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի, որովհետև մեղադրյալ, պաշտպան, դատարան մենք հետադարձ կապերի ոչ խնդիր ունենք եւ ոչ էլ գրավի փոխարինման մեխանիզմի բացակայություն հիմա կա։ Ընդամենը դատարանը փոփոխում է խափանման միջոց գրավը անշարժ գույքի տեսքով, կիրառում է դրամային տեսքով, կամ դրամայինը վերացնում է, կիրառում է անշարժ գույքի տեսքով եւ կարծում եմ սա ընդամենը փոշի ցանել է միմյանց աչքերին, որովհետեւ այդ խնդիրը ինչի մասին խոսված է նախագծի մեջ իրականությունում գոյություն չունի։ Օրենսդրությունը եւ միջազգային լավագույն փորձն է հանգում են նրան, որ փաստը ստուգողը պետք է լինի այլ դատարանը։ Հա, իսկ տվյալ պարագայում թեև խոսքը գնում է բացառիկ վերանայումների մասին, ինչը առաջին հայացքից տպավորություն է ստեղծում, որ իրոք բացառիկ դեպքերում, որովհետև բացառիկ վերանայումը ինքնին բացառիկ դեպքերում է իրականացվում, բայց բոլոր դեպքերում դատական ակտերի հասցեատերերը պետք է վստահ լինեն եւ համոզված լինեն, որ այդ դատական ակտը ունի այնպիսի կայունություն եւ այնպիսի օրինական ուժ, ազդեցություն, որ դրա փոփոխելը լինի գործնականում անհնարին։ Իսկ բացառիկ վերանայման արդյունքներով գործող ռեժիմի պայմաններում բեկանվում է, իջնում է ստորադաս դատան լուծում է այդ հարցը, իսկ ինձ մոտ հարց է առաջանում, եթե ենթադրենք դա վճռաբեկ փուլում է արվում, իսկ ուր բողոքարկել, եթե վճռաբեկը ոչ իրավաչափ դատական ակտ կայացնի։ Եթե հիմա վճռաբեկը բացառիկ վերանայման համատեքստում բեկանում է ուղարկում վերաքննիչ կամ առաջին ատյան, այդ ակտերը, որոնք հասցեատերերի ընկալմամբ ոչ իրավաչափ են, բողոքարկման մեխանիզմ ունեն, իսկ դու վճռաբեկի բողոքը վճռաբեկ չես կարող բողոքարկել եւ սա նաեւ բողոքարկման մեխանիզմների համատեքստում է բնականաբար խնդրահարույց եւ վերադառնանք կրկին այս բոլոր նախագծերի հեղինակներին, որն էր այստեղ խնդիրը։ Ինչ խնդիր էր առաջացել դատաիրավական պրակտիկայում, որը ուզում ենք լուծել։ Ինձ մոտ տպավորություն է, որ գործընկերները զուտ ամեն նախագծի համար առանձին հավելյալ են վարձատրվում, հակառակ պարագայում ես չեմ հասկանում նման խնդիրներ ստեղծելը եւ լուծելը, ինչը բացառիկ վերանայման վարույթը ես գոնե չեմ լսել, որ գործնականում ստեղծել է խնդիր եւ ըստեղ միակ արժեքը, որից կախված է նախագիծը, դա գործի ողջամիտ ժամկետն է, հա, բայց թե բացառիկ վերանայումն էլ ինստիտուցիոնալ առումով չի ենթադրում երկարատևություն։ Ընդ որում այստեղ նկատեք բացառապես պատժի վերանայմանն է վերաբերում, այսինքն պետք է ակտը բեկանվի, մենք նայեն այս մարդու նկատմամբ պատիժ ճիշտ են կիրառել թե ոչ ու ավարտվի։ Այսինքն ողջամիտ ժամկետի պնդումները եւս հիմնավոր չեն եւ սա ընդամենը այսպես նպատակահարմարության խնդիր է, բոլոր դեպքերում գործող իրավակարգավորումները խնդրահարույց չեն։